Հեղափոխության ձախողումներից մեկն էլ նա էր, որ այդպես էլ լուստրացիա տեղի չունեցավ, այդպես էլ նախկին ռեժիմին ամբողջովին գնահատական չի տրվել։ Լավ, հեղափոխությունից հետո ենթադրում եմ, որ ռեստարտի ներսում կար որոշում լինել զգոն եւ այնպես անել, որ նոր ընտրված իշխանությունը եւս լինի զգոն եւ ինչ որ վտանգ ներկայաց, պոտենցիալ վտանգ ներկայացնի ռեստարտը։ Կարճ ժամանակ հետո որոշ անդամներ ռեստարտի, օրինակ Դավիթ Պետրոսյանը դարձավ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական, եթե ճիշտ եմ հիշում, Միքայել Նահապետյանը առաջին փոխվարչապետի օգնական, Կարպիս Փաշոյանը փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական, մամուլի խոսնակը, սա խախտում չէր այդ խոստումի։ Դավիթը պետական համակարգ է մտել մի պայմաններում, որի պայմաններում շատերը կմերժեին լինել պետական համակարգում, այսինքն ոչ թե 2018-ից հետո, այլ 2020-ից հետո, ու դա եղել է անձնական որոշում, դա եղել է բարձր գիտակցվածության որոշում, որովհետև այդ ժամանակ հիշում եմ Հայաստանում ինչ էր կատարվում ու կարծես թե անձնական շահագրգռության մոտիվացիայի խթանների մակարդակում կարծես թե դժվար թե ինչ-որ մեկը մտածել որ այդ պահին կարելի է մտնել պետական համակարգ ու ինչ-որ դրական դեր խաղալ